Աստծո հրամանը հանկարծակի վրա կհասնի մեղավորի վրա, որն այլևս ժամանակ չունի ապաշխարելու եւ ներում ստանալու։ Ինչ պիտի ասես եղբայր մահվան եւ հոգուտ մարմնիցդ բաժանվելու ժամին։ Պատահում է, որ հրամանն անգամ մեկ վայրկյան չի թողնում մնալ երկրում։ Շատերն են մտածում, թե երկար են ապրելու երկրի վրա, սակայն անսպասելի գալիս է մահը եւ բռնում մեղավորին ու հարուստին, երբ նրան թվում է, թե շատ տարիներ ունի ապրելու, մտածում է շքեղության մեջ ապրելու մասին, իր ձեռքում է պահում իր փողերի հաշիվն ու մտածում դրանք ավելացնելու մասին, մտածում իր հարստությունը երկար տարիներ վայելելու մասին, սակայն անսպասելիորեն գալիս է մահը եւ մի վայրկյանում ոչինչ են դառնում նրա բոլոր հաշիվները նրա հարստության եւ ունայն ժամանակի հոգսերի հետ միասին։ Գալիս է մահը եւ գտնում բարեպաշտին, որը աղոթքով եւ պահքով հավաքում է գեղեցիկ եւ երկնային հարստությունը, մշտապես իր աչքերի առջև ունի մահը, չի վախենում նրա գալուց եւ մարմնից բաժանումից։ Այդպես էլ դու, իբրև բանական եւ հոգեվոր էակ, անդադար ամեն օր սպասիր մահվան, բաժանման եւ Աստծո ատյանի առաջ կանգնելուն։ Իբրև ջերմեռանդ եւ իմաստուն մարդ, միշտ արցունքներով ու աղոթքներով պատրաստիր քո ճրագը։ Մինչ ապահովության մեջ ես գտնվում, իմ սիրելի, ջանք թափիր, քանզի օրեր կգան, լեցուն թերահավատությամբ, գաղջությամբ, ծուլությամբ, սրտի չորությամբ, խռովքով համակված այնպես, որ քեզ թույլ չի տա մտածելու բարու մասին։